Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալում իրադարձությունները հիմա հասել են ամենավտանգավոր ու ամենամութ փուլերից մեկին։ Այնինչ երկար ժամանակ կառուցվում էր որպես հոգեբանական պատերազմ, հիմա այն արդեն վերածվում է բացահայտ հաշվեհարդարի և թվում է առաջիկա սերիաները լինելու են ամենալարվածներից մեկը ամբողջ սերիալի ընթացքում։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Արամն ու Գրիշոն վերջապես պարզում են Հունանի գտնվելու վայրը։ Սա շատ կարևոր շրջադարձ է, որովհետև մինչ այդ Հունանն առաջին անգամ ամբողջությամբ անօգնական վիճակում էր, նա ով տարիներ շարունակ վերահսկում էր բոլորին, հիմա դարձել էր Ավոյի գերին, և դա ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական նվաստացում էր նրա համար։ Բայց ամենահետաքրքիրը հենց այն է, թե ովքեր են գնում փրկելու նրան՝ Արամն ու Գրիշոն, երկու կերպարներ, ովքեր վերջին շրջանում ավելի էին հեռանում Հունանից։ Գրիշոն արդեն իր սիրո պատճառով սկսել էր փոխվել, Արամն էլ կասկածներ ուներ, բայց այս իրավիճակում նրանք մի կողմ են դնում իրենց ներքին հակասություններն ու գնում են փրկելու նրան։ Սա շատ հետաքրքիր հոգեբանական պահ է։ Գրիշոն իր հորը ցանկացած պարագայում երբեք մենակ չէր թողնի և բնական է ամեն ինչ անելու էր, որպեսզի նրան գտներ։ Որովհետև որքան էլ Հունանը սխալներ անի, Գրիշոն միևնույն է իրեն հոր պես սիրում է։ Գրիշոյի համար սա շատ ծանր իրավիճակ է։ Մի կողմից հայրն է, մյուս կողմից արդեն հասկանում է, որ Հունանի շուրջ չափազանց շատ արյուն ու գաղտնիքներ կան, բայց ինչպես ասում են, արյունը ջուր չի դառնում ու Գրիշոն բնականաբար փրկելու էր իր հորը։ Հունանն անմիջապես Ավոյին ասում է, որ նրա ամենամեծ սխալը հենց իրեն ողջ թողնելն էր։ Այս խոսքերը շատ մեծ նշանակություն ունեն, որովհետև սա արդեն ոչ թե զայրույթ է, այլ բացահայտ մահվան դատավճիռ։ Հունանը նման բաներ պատահական չի ասում։ Նա այն մարդկանցից է, ովքեր եթե որոշել են վերջ տալ ինչ-որ մեկին, կանգ չեն առնելու։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ Հունանի հոգեբանությունը։ Նա կորցնում է ամեն ինչ, բայց միևնույն է իր գործերը երբեք հետոյին չի մղում։ Այս պահին Հունանն ավելի վտանգավոր է դառնում, նա գործում է վախից ելնելով, իսկ վախեցած մարդիկ ամենավտանգավորներն են լինում։ Հրապարակված կադրերը, որտեղ Հունանն ու մյուսները Ավոյին ջուրն են նետում, շատ խորհրդանշական տեսարան է, դա կարծես փորձ է վերջնականապես ազատվել անցյալից։ Ջուրն այստեղ կարծես դառնում է մաքրումի, բայց նաև մահվան խորհրդանիշ։ Նրանք ուզում են, որ Ավոն անհետանա, որ իր հետ անհետանան նաև բոլոր գաղտնիքները, բայց Գոյամարտում նման բաները երբեք այդքան հեշտ չեն ավարտվում, և հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիր հատվածը։ Հետո հրապարակված կադրերից երևում է, որ Էռնային կանչել են դիահերձարան դիակը ճանաչելու։ Սա չափազանց ծանր տեսարան է լինելու։ Էռնան արդեն հոգեբանական շատ ծանր վիճակում է, նա անընդհատ կորցնում է մարդկանց, կորցնում է հավատը, կորցնում ինքն իրեն, և հիմա նրան կանգնեցնում են հնարավոր մահվան առաջ։ Եթե Էռնան իսկապես մտածի, որ Ավոն մահացել է, դա նրա ներսում նոր փլուզում կառաջացնի, որովհետև որքան էլ նա վախենար Ավոյից, որքան էլ ատեր նրան, որոշ պահերին նրանց կապը շատ բարդ ու խորն էր։ Ավոն նրա կյանքում պարզապես թշնամի չէր, նա վախ էր, կախվածություն, մութ զգացմունքների խառնուրդ, և հենց այդ պատճառով էլ Ավոյի հնարավոր մահը Էռնայի համար դառնալու էր շատ ծանր հարված։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ամենայն հավանականությամբ Էռնան բոլորովին ուրիշ մարդու է տեսնելու, այսինքն Ավոն ողջ է մնացել, և սա լրիվ համապատասխանում է նրա կերպարին։ Ավոն այն մարդկանցից չէ, ովքեր այդքան հեշտ հանձնվում են, ավելին, թվում է, որ հենց այս դեպքից հետո նա ավելի վտանգավոր է դառնալու, որովհետև հիմա արդեն նա ոչ միայն վրեժ ունի, այլ նաև անձնական նվաստացման ցավ։ Նրան փորձեցին ոչնչացնել, խեղդել, անհետացնել, և եթե Ավոն վերադառնա, նա այլ մարդ է լինելու, ավելի հաշվարկող ու ավելի մութ։ Շատ հնարավոր է, որ այս դեպքից հետո նա դադարեցնի բացահայտ գործողություններն ու սկսի ավելի խորը խաղ խաղալ, միգուցե սկսի մեկաքանդել Հունանի կյանքը ներսից, որովհետև հիմա Ավոն արդեն հասկացել է, որ միայն ուժով Հունանին հաղթել չի կարող։ Հունանը չափազանց փորձառու է նման պատերազմների համար։ Բայց եթե Ավոն սկսի հարվածել նրա ընտանիքին, գաղտնիքներին, հարաբերություններին, դա կարող է շատ վտանգավոր լինել։ Շատ հետաքրքիր կլինի նաև մյուսների արձագանքը։ Այս պահին սերիալը գնում է դեպի շատ մեծ պայթյունի։ Բոլոր գաղտնիքները կամաց-կամաց մոտենում են բացահայտման,
իսկ հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են իրադարձությունների հանգուցալուծմանը։ Դե ինչ, եթե ցանկանում եք իմանալ ինչ է սպասվելու հաջորդ սերիաներում, ապա անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի լինեք առաջինը տեղեկացված ու բաց չթողնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, Ավոն մահացավ, թե Հունանին չի հաջողվի Ավոյին սպանելու, Ավոն իր հետ բերելու է շատ մեծ գաղտնիքների բացահայտումներ։ Դե ինչ, գրեք, կիսվեք ձեր կարծիքներով ու սպասեք նոր ու հետաքրքիր տեսանյութերի, որոնք լի են լինելու գաղտնիքների բացահայտումներով։